Լավ։ Հետ նստեք, կարակալ խոսքերը մտնեք։ Ուրեմն այսօր պատրաստում ենք իրականացնել յուրահատուկ վիրահատություն, բուժառուն տառապում է բարձր աստիճանի կարճատեսությամբ եւ ունի զարգացող կատարակտը։ Պատրաստում ենք իրականացնել վիրահատություն, որի ընթացքում պետք է շտկենք եւ կարճատեսությունը եւ հեռացնենք կատարակտը, տեղադրելով արհեստական ներակնային ոսպնյակ։ Վիրահատության յուրահատկություն կայանում է նրանում, որ բուժառուի տարիքը հաշվի առնելով եւ հաշվի առնելով զարգացող կատարակտը չեն կարող շտկել բարձր աստիճանի կարճատեսությունը լազերային կոռեկցիայով։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել իրականացնել բնական ոսպնյակի փոխարինում արհեստականով ռեֆրակցիոն նպատակներով։ Հիմա բուժառուն կկիսվի իր տպավորություններով, սպասումներով, ինչպես նաեւ ինչ գանգատներ ունեիք դուք։ Դե շատ երևի 25 տարի արդեն ուժեղ կարճատեսություն ունեմ եւ շատ մեծ սպասելիքներ ունեմ։ Մի քանի տեղ գնացել եմ, բայց եկել եմ հարմարվել եմ իր հետ ու միշտ մեծ սպասելիքներ ունեմ։ Տեսնենք ոնց կլինի։ Իսկ ինչ աստիճանի է ձեր կարճատեսությունը։ Այս մի աչքս -13, չէ՞, այս մեկն է -10։ Այսինքն վիրահատությամբ մենք պետք է շտկենք նաև կարճատեսությունը եւ հեռացնենք պղտոր ոսպնյակը, արդյունքների մասին արդեն կկիսվենք վիրահատությունից հետո։ Վիրահատության առաջի օրն արդեն 60% տեսողությունը կա, դեռ կլավանա, դեռ աչքս սորված է ու շատ շնորհակալ եմ բժիշկ Միքայելյանից, որ այսպիսի ինքը վարպետորեն վիրահատեց ու պատրաստվում եմ մյուս աչքս էլ գամ վիրահատեմ իրավունք, միայն իրավունք, ուրիշ ոչ մի տեղ։ Գոհ եմ շատ։ Ես արդեն խորհուրդ եմ տվել մի քանի հոգու բոլորին, ասել եմ, որ անձամբ ես կգամ, կզանգահարեմ բժիշկ Միքայելյանին ու կասեմ, որ իմ խորհուրդ տված մարդիկ են եկել են ձեր մոտ վիրահատելու։